Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, լավ օր ա բացվել, տաքքամյա փչում, այս են սիրում պատկերասրահ ա բացվել իմ գյուղի լեռնաշղթայի վերև, այլենք մի պահ, հետո գնանք սրճելու միասին։ Սիրելի հետևորդներ ջան, իմ կոֆեն Տիգրանն ա դրել և արդեն կսկսի եռալ պղպջակները հանել, նայեմ չթափվի, ինչպես որ ինքն է սիրում ասել, смотрю, чтобы не кипятит, այսինքն չթափվի, և եփվեց։ Այս բաժակն է բերել և հենց այս բաժակում էլ կլցնեմ։ Տաթևի հետ հյուրասենյակում երաժշտություն են լսում, ցածր են միացրել, որ այստեղ չխանգարի իմ վլոգի ընթացքին և ոչ մի խնդիր չունենամ YouTube հարթակում, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն այս տաքուկ շորը, որ տաթևս է ինձ նվիրել, այնքան շատ հավանեցի, ամբողջ օրը ուզում եմ, որ սա հագնեմ, իսկապես շատ փափուկ ու շատ տաք է։ Տիգրանն ասում է արջուկի շոր է և գնում գալիս այսպես գրկում էին, սիրում է և լավ ենք զգում, տատու թոր, սիրելի հետևորդներ ջան, կոֆես վերցնեմ և գնամ հյուրասենյակ, այնտեղ վայելեմ և երեխաներիս ներկայությունը զգամ, քանի որ դա շատ կարևոր է ու մի քանի օրից արդեն կգնան ու կսկսեմ կարոտել։ Դե գնացի, դուք էլ ձեր կոֆեն եփեք և ձեր սիրելիների հետ վայելեք այս պահին։ Եկա։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, ես իմ կոֆեն վայելեցի և այս ընթացքում Տաթևն ու Տիգրանը սեղանը հավաքել են ամբողջությամբ և ինձ են մոտեցրել սուրճի հետ վայելելու համար այսքան շատ համուրությունները, չնայած որ ոչինչ չեմ կարողանում օգտվել այս վիրուսի պատճառով, քանի որ այդ վիրուսը նաև ախորժակի բացակայություն է տալիս և դժվարությունով եմ որևէ մի բան սնվում, ամեն դեպքում փորձում եմ հաղթահարել և ամեն ինչից մի քիչ օգտվում եմ։ Սիրելի հետևորդներ ջան, առավոտ շուտ երբ որ վեր եմ կացել իմ կենդանիներին կերակրելու, նույնպես ոնց ասած ես ինքս ինձ տրամադրում եմ, որ անկողին չընկնեմ, թեպետև ամուսինս ասում է թող ես կանեմ, ես էլ ասում եմ չէ, թող ես կանեմ, որ շարժվեմ, շարժման մեջ լինեմ, այո շարժումը կյանք է և ուզում եմ, որ ոտքի վրա մնալ, քանի որ երբ որ ես մտնեմ անկողին, ամեն բան այլ ուղղությունով կընթանա, որը ես չեմ ուզում։ Սիրելի հետևորդներ ջան, գրել եք ինձ, որ կակայի հողը շատ եմ լցրել, դրա համար եմ տհաճությամբ վայելել, բայց ասեմ, որ ինքը ընդհանուր 4 կուբիկ է և ես միայն 1 կուբիկն էի օգտագործել։ Այսօր առավոտյան կենդանիներիս կերակրելուց հետո նորից կաթը տաքացրել եմ եռացրած և 1 կուբիկը կիսել եմ, կեսն եմ օգտագործել, սակայն ոչ մի տարբերություն և նույն ձևով տհաճությունով խմել եմ ինձ ստիպելով, այն որ ասվում է մեռնելով, այդ ձևով խմել եմ ինձ ստիպել եմ, ասում եք, որ շատ է օգնում, քանի որ ես առաջի անգամ եմ օգտագործում և արդյունքը չգիտեմ, բայց ամեն դեպքում այդ 4 կուբիկն էլ կօգտագործեմ, արդյունքն էլ դե չգիտեմ, ամեն դեպքում այս պահին ոտքի վրա եմ, ձայնս մի քիչ բացվում է, բայց նաև օրվա ընթացքում փոփոխական է, օրվա ընթացքում ջերմում եմ, հազիվ պրիստուպ է բռնում, շնչահեղձություն, կոկորդ է փակվում, գլխացավ և այդ ձևով էլ ընթանում է իմ այս վիրուսը, բայց ես տեսնում եք, որ ինչպես են։ Ընդհանրապես սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ այս դարաշրջանի այս վիրուսը ինչպիսին է, ամեն մի նոր հայտնվող վիրուս իր ծանր հետքը թողնում է, դրա համար պետք է մեզ ուժեղ պահենք և ինչքան հնարավոր է բնական սնունդ օգտագործենք։
Բնական սնունդ ասելով նաև սիրելի հետևորդներ ջան, ես ուզում եմ հիշել և հիշեցնել ձեզ առաջվա տարիների մասին, երբ որ առաջ հիվանդանում էինք պապենական մեր գրիպով, հազով, դե ճիշտ է, այն թվերին էլ դա էր մեր համար դժվար, բայց հիմա ենք հասկանում չէ, որ նա լրիվ ուրիշ էր, հիմիկվա այս վիրուսները լրիվ ուրիշ են։ Այն տարիներին մեր տնական բոլոր բնական մթերքները մեզ օգնում էին և շուտ ոտքի էինք կանգնում, մեր ջերմությունը հենց տնական մթերքներով իջնում էր, իսկ հիմա անգամ դեղորայքներով մեզ շատ դժվարությամբ է իջնում, շատ դժվարությամբ է օգնում դեղորայքները և հիշում եմ, որ անգամ մեկ գդալ մեղրը, մեկ գդալ մալինային մուրաբան անգամ մեզ օգնում էր ավելի շուտ ոտքի կանգնել, իսկ հիմա շատ այդ ամենը ուրիշ ձևով է ընթանում, բոլորիդ հայտնի է, բոլորիդ ծանոթ է, սիրելի հետևորդներ ջան։ Ինչևէ, ուզում եմ, որ առողջ լինեք բոլորդ էլ և ձեզ ամուր պահեք, աշխատեք ոտքի վրա մնալ և հաղթահարել, միայն թե տաք պահեք ձեզ, միջանցքի քամու տակ չընկնեք, որը կարող է նույնպես կրկնել այդ հիվանդությունը։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, երեկ լավ քեֆ ուրախություն արեցինք, հայավարի կերանք խմեցինք, պարեցինք, թեևս լավ նորերներ էի ստացել և շատ մեզ լավ ենք զգում բոլորս էլ տորթից, ահա այսքանն է մնացել, սիրելի հետևորդներ ջան։ Կարկունովներ բացել, այստեղ 4 հատիկն է մնացել, մի խոսքով ամեն մի ուտելիքը լավ կերվել է, դա նույնպես իմ համար լավ է, որ իմ պատրաստած ուտելիքները, իմ բացած սեղանը առատ մարդիկ հաճույքով են օգտվել և հաճույքով են ճաշակել իմ ձեռքի պատրաստած համովությունները և ուտելիքը ոնց դրել, տենց էլ հետ չեմ տարել, դե գիտեք արդեն, որ դա նույնպես մեր համար նշանակություն է ունենում և մեզ լավ ենք զգում, շատ ուրախ եմ դրա համար, ընդհանրապես կա չէ, որ մարդիկ ասում են գնում ենք մեկի տուն և չենք կարողանում ոչինչ ուտել, ոչինչից օգտվել, թեկուզ էլ բարեկամներ են լինում, բայց այո, կա այդպիսի բան, որ չեն կարողանում սեղանի բարիքներից օգտվել, մեր մոտ հակառակը, ամեն ինչից օգտվել ենք, ասեմ, որ Պամելան շատ սիրուն ձևով էի սարքել, այդպես ծաղիկ էի դարձրել, կտրել էի վերևի մասը, հետո իր կեղևը բարակ կտրել էի դանակով ու հետ էի բերել, նմանեցրել էի ջրաշուշանի, շատ ափսոս այդ պահը չկարողացա նկարել, մի օր հատուկ Պամելա կվերցնեմ և ձեր հետ կպատրաստեմ, շատ սիրուն էր ստացվել և բոլորը հավեսով ճաշակեցին, ընդհանրապես Պամելաները, որ այդքան մեծ մենք տեսնում ենք շուկաներում, խանութներում, ոչ բոլորն են գնում, քանի որ շատերը չեն սիրում, բայց մենք շատ ենք սիրում, շատ յուրահատուկ համ ունի և նաև շատ օգտակար է սրտի համար, սիրելի հետևորդներ ջան, գոնե մեկ շերտ չի մնացել, բոլորը ճաշակել ենք հաճույքով, մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, հիմա այստեղ երկար բարակ շատ չեմ կարող նստել զրուցել, քանի որ սա այնպիսի օրեր է բոլորիս համար, որ անընդհատ հյուրեր ենք ընդունում կամ էլ մենք ենք ուզում հյուր գնալ, Տաթևից նվերները նույնպես ցույց չեմ տալիս, սիրելի հետևորդներ ջան, բայց լիքը նվերներ է ստացել, շատ ծաղիկներ է ստացել, այս մեկն է այստեղ, այս պահին մյուս ծաղիկները նմանատիպ փաթեթավորումից հանում է, ծաղիկներին ազատություն է տալիս և հիմա կգա և սա էլ կվերցնի և փաթեթավորումից կհանի։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա վեր կենամ, որպեսզի ես էլ ինչ-որ մի ձևով օգնեմ Տաթևին, Տիգրանին և տեսնենք օրս ինչպես կընթանա, չգիտեմ վլոգիս ինչպես շարունակություն կտամ, միայն մտքիս եմ դրել, որ ամուսնուս հետ միասին այն իմ նոր գնած հուստրան բացենք տուփից և
վերջապես կպցնենք առաստաղին իմ նոր վերանորոգած միջանցքում այս օրերին չենք կարողացել, քանի որ ժամանակ ընդհանրապես չի եղել, իսկ այսօր կարծում եմ կարող ենք, թե իհարկե նաև ինձ լավ զգալիս լինեմ, քանի որ նորից անդրադառնամ իմ այս վիրուսին, որ կպել է ինձ, ու ես հաղթահարում եմ այս ձևով, օրվա ընթացքում փոփոխության է ենթարկում իմ մարմինը, ջերմությունս բարձրանում է, ուժեղ հազ է բռնում, որը հիմա արդեն ինձ նկատում եմ, որը սկսվում է, քանի դեռ շատ չի սկսվել խոսքս ավարտին հասցնեմ, մի խոսքով այդ լուստրան ենք ուզում, որ այսօր ամրացնենք։ Հիմա քանի որ էլ չեմ կարողանում խոսել այս հազի պատճառով, սիրելի հետևորդներ ջան, կադրից դուրս գամ եւ կշարունակեմ վլոգս այդ ձևով, հավանաբար։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ, որ ամուսինս տեղադրի իմ նոր գնած լուստրան այս վերանորոգած սենյակում։ Ցույց եմ տվել ձեզ, գիտեք, ամբողջապես չեմ ցույց տվել, բայց ամեն դեպքում շատերը ծանոթ եք։ Այստեղ իմ շպիլկաների զամբյուղն է։ Հիմա այս օրերի ընթացքում այստեղ եմ թողել, որ աչքի առաջ լինի։ Թեպետ եւ տոնական օրերը շարունակվում են եւ ուզում եմ նորից շնորհավորել բոլորիդ նոր տարին, սիրելի հետևորդներ ջան, եւ առիթը չեմ ուզում բաց թողնել եւ ուզում եմ, որ ամուսինս այս լուստրը իր ձեռքով ամրացնի, այս ամեն ինչից ինքը շատ լավ է հասկանում, ճիշտ է, կարող էի մինչև իր գալն էլ ես այդ գործը կազմակերպել, բայց թե ուզեցի, որ իր ձեռքով լինի։ Հիմա մոտեցնեմ, բացեմ, այս պահին պապ ու թոր դրսում են, զբոսնում են, դրա համար իմ մոտ չեն, այսպես, ես կբացեմ, կպատրաստեմ, սիմը չկա, արի կոնցուկս, հիմա, այսպես, բոլորը հանեմ, պատրաստեմ, շուտով պապ ու թոր կգան, բակումը զբոսնում են, այսպես, Սիմա ջան, սիրելի հետևորդներ ջան, ովքեր չեն տեսել այդ իմ վլոգում, այս տեսակի լուստրան է, հիմա սիրելի հետևորդներ ջան, այսքանից ավել չեմ ուզում բացել, որ ամուսինս իր ձեռքով բացի, տեսնի, լարերը ամրացրած են այստեղ, մի հատ նախնական ստուգումներ կտա, ես իր գործին լավ եմ ծանոթ, այսպես, Սիմուլիչկա, պատրաստ է, հիմա կգա ու կհավաքի ինքը, իսկ ես Սիմային մի փոքր սիրեմ, քանի որ ինձ թվում է Սիմոչկան ինձ կարոտել է, այս օրերին իրենով այդքան էլ շատ չեմ զբաղվել ու գնում գալիս է ինձ մոտ, կսմսվում է իմ Սիմոչկան, գիտեմ նաև որ շատ շատերը եք սիրում իմ Սիմոչկային, նկատում եք չէ, թե ինչքան է կարոտել ինձ, երբեմն պետք է մեր կենդանիներին այսպես փաղաքշենք, ասեմ, որ մազը չի թողնում, սիրելի հետևորդներ ջան, և ինքը շատ մաքուր է։ Հիմա նորից Սիմոչկան այստեղ, իսկ ես գնամ կանչեմ ամուսնուս և Տիգրանին։ Այ հիմա գործը առաջ կգնա։ Մի հատ ուսումնասիրի, ես գիտեմ, որ սա կուսարից կրսնողը չէ, էլի։ Չուզեցի շիկանչան։ Ուզում ես մկրատվեր։
Այսեք ոչով մկրատաբեր օրեկտոպրակներից հանի, ստուգ ենք էլ աշխատում է, թե չէ վայբերիսից է, մի ատնդի ստուգում ենք, նոր ենք վերինում, եսա տաթևը մկրատը կբերի, այդ տոպրակներից ազատի, հետո դու հավակ հեսա, արդեն կհասկանաս, այդ որ վայբերիսից վեր ենք ունում, մի ատան պայման ստուգում ենք էլի, Դեն սիրելի հետևորդներ ջան, մենք այս գործերն անենք ու արդեն պատրաստ վիճակում ցույց կտանք։ Այս սրա վրա գրված է հերթականությունը։ Հերթականությունը պետք է չի, ես գրում եմ 2-3 4 saat am ekmeğim ama это будет наверное остаки вот не ерга. Երգար ոտնե որ։ Դե մեծ միջնորդ փոքր է, էլի։ Հեսա սենց տալիս։ Չէ, հասկանալ ես։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն լուստրան ամրացրել ամուսինս եւ շատ սիրուն է։ Ահա, տեսեք, իմ նոր հերանորոգած սենյակում առաստաղը այս ձևով տեսախցիկը մի քիչ տարբեր է փոխանցում, լույս ու ստվեր է փոխանցում, ամեն դեպքում պատերը մի քիչ սեռավատի է խփում, փայլերով է պատերը եւ փոքր աստղիկների պես պատերը փայլփլում է տեսանելի։ Մի խոսքով լուստրան էլ շատ սազեկան է, նույնպես սեռավատի է այդին եզրերը եւ սև գծերը շատ ճաշակով համընկնում է սենյակի վերանորոգման հետ, մյուս կողմը ննջասենյակի դուռն է, մյուս կողմը արդեն հյուրասենյակի դուռն է եւ համընկնում է, այնտեղ եմ գազի պեչի տրուբան է, մի քիչ դրա վրա նույնպես գործ ունենք անելու, բայց այս պահին թողնում ենք, դրա ժամանակը չէ։ Մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, ահա այս տեսքն ունի, գիտեք, որ նմանատիպ լուստրաները պուլտով են աշխատում, ահա ձեռքիս է պուլտը եւ փորձեմ աշխատեցնել ձեր հետ միասին, այստեղ միացնելու անջատելու, անջատում ենք, միացնում ենք, հայտնի կինոյի պես ասենք, վառեմ, մարեմ, վառեմ, մարեմ, մի քիչ կատակենք, չէ, սիրելի հետևորդներ ջան, իմ հիվանդությունը շարունակվում է, ձայնս դեռ իմը չէ, իմ նման չէ ձայնս, հազը շատացել է, երեկոյան ժամերին ենք մոտենում, բայց սիրելի հետևորդներ ջան, անտեսում եմ, արհամարում եմ ամեն տեսակ ցավին, այստեղ նочной ռեժիմն է, եկեք փորձենք միասին, ահա, այս եզրերը և այստեղ տոկոսներով է, 20%, 50%, ահա մոտեցնեմ և 100%, հիմա փորձենք դրանք, 20%-ը սա է, հետո 50%, հետո 100%, այստեղ գույներ է փոփոխում թեթևակի, սա փորձենք, մի քիչ նենց կապույտի արծաթափայլի նման է, այս մեկը մի քիչ կարմրավուն է, հետո էլի գույնը փոխվում է ինքն իրենով, այստեղ արդեն 100% լույսի նման է, այս եզրերը տեսնենք ինչ է, պահեմ իրողությունով, սա արդեն նочной ռեժիմի համար է կարծեմ, փորձենք, հասկանանք, այստեղ կարող է վրա չէ, բան չէ, բանում եմ, սա նочной ռեժիմի համար փոփոխություններն է, հենց պուլտի վրա ինքը նշում է, որ կենտրոնում նочной ռեժիմն է, նշանակում է եզրերի այս բաները, հենց դրան է պատկանում, մի հատ ուղղեմ պուլտը ձեռքից, սիրելի հետևորդներ ջան, նորից անջատեմ, մարեմ, վառեմ, հենց այսպես էլ սիրուն երևում է, չէ, երկու հարկանի է, ես սենց եմ ասում,
Եվ հիմա նորից միացնեմ, ահա սիրելի հետևորդներ ջան, 100%-ի վրա է, հիմա 100%-ի վրա է, որ միացրեցի, սիրելի հետևորդներ ջան, շուտով կմտնի և թող բոլորիս տներում լույսը միացվի, բոլորիս տներում սեր ու երջանկություն տիրի և լույսերի մեջ ողողվի մեր բոլորիս տները, սիրելիներս, առայժմ լավ եղեք, առողջ եղեք և միշտ լավ գործերի մեջ եղեք ձեր ընտանիքի հետ միասին։ Մի հատ էլ ուզում եմ իր ընդհանուր սիրուն տեսքը ֆիքսել, այո, ճաշակ